Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը, այսօր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հարլեմում ծանոթացել է անձնագրերի ձևանմուշների արտադրման գործընթացին։ Զվարթնոց օդանավակայանի տվյալներով Ռուսաստանից դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը հետաձգվել։ Չեղարկվել է Միներալնիե Վոդի Երևան չվերթները, իսկ Մոսկվայից, Եկատերինբուրգից, Սանկտ Պետերբուրգից եւ Կրասնոդարից նախատեսված մի շարք թռիչքներ ուշացումով կիրականացվեն։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով երկրի հարավային օդանավակայաններում արդեն հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ, ինչի հետևանքով շուրջ 14000 ուղևոր սպասում է մեկնելուն։ Խափանումների պատճառը մայիսի 8-ի գիշերը Դոնի Ռոստովում գտնվող Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա կենտրոնի վրա ուկրաինական ՆԱԹՍ-ների հարձակումն է, ինչից հետո ժամանակավորապես դադարեցվել է ռուսական 13 օդանավակայանների աշխատանքը։ Առավել բարդ իրավիճակը գրանցվել է Սոչիում։ Վայլբերիսը հայտարարել է, որ վերականգնում է Հայաստանում արտադրված եւ մակնշված որոշ ապրանքների վաճառքը Հայաստանի սահմաններից դուրս։ Ավելի վաղ Վայլբերիսն ու Օզոնը դադարեցրել էին հայ վաճառողների գործունեությունը Ռուսաստանի Դաշնության մաքսային կանոնների փոփոխության պատճառով։ Ընկերության տվյալներով պետական մարմինների եւ գործընկերների հետ մշակվել է խնդրի լուծման ճանապարհային քարտեզ, որի արդյունքում արդեն մասամբ վերականգնվել է հայկական ապրանքների հասանելիությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր վիրուսի մասին տեղեկություններ է հաղորդում։ Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է հիվանդության 7 դեպք։ Այն դրսևորվում է տենդով, ստամոքսաղիքային ախտանշաններով, թոքաբորբի արագ զարգացմամբ։ Հայտնաբերված վիրուսը անդերի հանտավիրուսն է, որը հազվադեպ կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն։ Հիմնական փոխանցման ուղին բարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումն է։ Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր։ Առողջապահական կառույցները վստահեցնում են, որ շարունակվում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։ Հայաստանում իրավիճակը վերահսկելի է եւ բնակչության համար վտանգ չկա։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։